անդրադարձան տարբեր հարցերի, չեմ ուզում կրկնվեմ, բայց ուզում եմ հետևյալը ասեմ ձեզ, պարոն Միրզոյան, չեք ամաչում, որ ասում եք գուբերնիստ, օրինակ հիմա պարզավոր մենք գնում ենք մի ճանապարհով, որը որ մեր երկիրը կամաց կտոր զիջվում է թշնամու։ Իմ մոտ դեժավյու է, էլի, ես մի տարի առաջ այս օրերի նույն կարծեք թե կոնտեքստներով, բանով խոսում էինք, թե այդ գործընթացը որ կա, դուք դեմ եք այդ գործընթացին սահմանազատման, սահմանագծման, մենք ով ենք գործընկերս ասեց, մենք սահմանազատման, սահմանագծման գործընթացի որ ձևին ենք կողմ։ Սահմանազատում, սահմանագծում ամբողջ երկայնքով եւ պետք չի ամեն անգամ դա մանիպուլյացիայի ենթարկել։ Պետք չի, մենք ինչ ենք ասում ենք տաբուշից որ հայրենահանձնում է կատարվում, իմիջիալոց հանձնաժողովի նախորդ նիստերին էլ քարտեզներից էինք խոսում, թե որ քարտեզների հիման վրա պետք է սահմանազատում, սահմանագծումը, ասեցիք ուժներս չի պատում այդ քարտեզներով անենք, այս թվականների քարտեզների պահանջն ենք կատարել Ադրբեջանի, հետո եկավ տաբուշից զիջեցինք, 4 գյուղ զիջեցինք, փոխարենը չստացանք կողքի գյուղից 900 հեկտար, դա բերքաբերի մասին է խոսքը, ու սենց տարիներով ձգձգվող այս պրոցեսներում մենք անդադ հյուծման գործընթացի մեջ ենք, տարածքը զիջենք, ինքնիշխանությունը զիջենք, սկզբունքները մեր զիջենք, ցեղասպանությունից հրաժարվենք, ասենք դե չասենք ոչ Նյարդայնյանն չգրգռվեին, ոչ Էրդողանը, ոչ Ալիևը, ու սենց զիջումների այս շղթան չի ավարտվում, եւ բնականաբար մենք մեր մտահոգություններն ունենք, ու որպես падգամավոր որ պահանջներ ենք ներկայացնում ձեզ, ասում ենք մենք ձեզ հաշվետու չենք, ո՞մ եք հաշվետու, դուք արտաքին գործերի նախարարն եք, հաշվետու եք ազգային ժողով, եթե ասում եք ձեզ համար չեք անում, բայց մեզ համար հարցը մեզ համար, ձեզ համար չի, այնտեղ մեր ընկերներն են, մեր եղբայրներն են այնտեղ, ու որ ասում եք դաշնակցությունը, հետ անդրադառնանք նաև դաշնակցությունը։ Նրա համար չէ որ սենց ամպագորգոր ուզում ենք ասենք դաշնակցությունը մասնակցել է։ Դաշնակցությունը միշտ համեստ է մասնակցում։ Բոլոր պատերազմներին իհարկե մասնակցել են։ Իհարկե ամենածանրակշիռ ավանդն ենք ներդրել ու անձնազոհություն են դրսևորել։ Դրա համար ենք ասում որպես քաղաքական միավոր, այդ անկախության ջատագովն ենք եղել մենք։ Եթե դրանով չի արտահայտվում նվիրվածությունը առհայրենիք, ուրիշ ինչ ձևով արտահայտվում։ Կարող է ինչ որ մեկին էլ կներեք, որ թվա թե մենք, չգիտեմ, ինչ որ առումով անհամեստություն կարող է թվա, բայց այս կոնտեքստով ենք ասում, որ մտահոգ մեզ համար մտահոգիչ է, մեզ համար մտահոգիչ է, որ մեր երկրի ղեկավարը Արարատի դիսկուրսն է բացում, մեզ համար մտահոգիչ է, որ մեղմ բառերով եմ ուզում օգտագործել, որ սահմանադրության հարց է մեր դեմ դրվում ու լիքը էլի հարցեր։ Եվ մենք այս հարցերին ամեն անգամ այս նվաստացման մեջ հայտնվում ենք ու չգիտեմ այս անդադ այս զիջելու շղթան միջև որտեղ է հասնելու ու բաց այն որ կան գրավոր համաձայնություններ, դուք այն նախադեպն եք ստեղծել, որ բացի գրավորը կա նաև բանավոր փոխըմբռնում։ Սիրուն բառ է, ես ստեղ եմ հասկացել այդ բանավոր փոխըմբռնումը։ Բանավոր փոխըմբռնում ենք, ու այն մնացածն էլ բանավոր փոխըմբռնումով սենց գնում ենք էլի, այն մնացածն էլ բանավոր փոխըմբռնումով կսղստենք կգնա էլի։ Մենք մտահոգությունն ենք մեր արտահայտում, ուզում եք մի անգամ մեր նաև հարգելի գործընկերը Արծվիկ Մինասյանը ասեց, թե իշխանության, աթոռի կռիվ չի։ Մենք այս երկրի համար մտահոգ մարդիկ ենք։ Ընդունեք, որ մտահոգ մարդիկ ենք ու մեր փորձով, մեր նաև ինչու՞ չէ, նաև սխալներով, չենք ուզում, որ այս ամեն ինչը հանգեցնի նրան, որ մենք մեզ հայրենիքը կորցնենք։ Երեք ինձ դիմել էր արցախցի մի կին, որ 2 երեխա էր կորցրել 23 թվականին, որ հիմա այդ մարդը անգամ տուն ունենալու ստեղ իրավունք չունի, 40,000 պլյուս 10 եք կտրում այդ մարդկանցից։ Այսինքն մեր հույսն եք կորցնում, մեր նպատակները, մեր իղձերը ինչի համար, որ մենք ապրել ենք, ծնվել ենք, հիմա մեր գոյության բանն է, մենք չգիտեմ մեզ ինչքան կյանք կտրվի ապրել, բայց մեր գոյության երաշխիքը հետ է եղել, մենք Արցախով ենք ապրել, Արցախը եղել է մեր գոյության, մեր կյանքի իմաստը, դրա համար մարդիկ իրենց կյանքերն են դրել, որ ասում եք պարտության հաղթանակի մասին, պարտությունն էլ կարա լինի, պարտություն էլ կարանք ունենանք, բայց ոչ այն մեր առաջնորդները, որ դուք տենց սիրում եք ասեք, ոչ այդ առաջնորդներն են իրենց թույլ տվել դիմացի ղեկավարին նվաստացնեն,
Ոչ էլ է դիմացի ղեկավարն է, էլի, չգիտեմ, իմ տպավորությամբ տենց գնացելու ասել, ինչ ուզում եք ինձ հետ արեք, ինչ զիջումներ ուզում եք արեք, չէ, բանակցել են։ Ալիևի հայր Հեյդարը, չէ, բանակցում էր։ Իսկ ինչ ա եղել մեզ, սենց հապշտապ, այս թուղթն էլ բան անենք, էն էլ անենք, հանկարծ Ադրբեջանի չնեղացնենք։ Ու Ադրբեջանի զիջումները ես երեք կարդում էի այդ բանը, չէ, որ համաձայնվել ենք բան։ Մեկ կես ժամ հետո կարդում եմ նորից էլի Ալիևի 3 հատ պահանջ ու սենց կամահարական էլի ես զրոյական վստահություն ունեմ եւ ղեկավարության եւ հայ ժողովրդի եւ այսա ինչ վերաբերմունք է։ Սրանից հետո ասենք ինչի մասին է էլի խոսքը։ Ես իմ բանի մասին չեմ ասում։ Մենք հավաքական նվաստացման մեջ ենք։ Մենք չենք ասում դուք նվաստացած եք, մենք սաղ ասեն նվաստացած եք։ Այս շղթան ենք ուզում կտրենք։ Ուզում եք որ այլևս Հայաստանը չզիջի, չնվաստանա։ Սկսած խոսեցիք մեր ռազմագերիներից, մեր պատանդարված մեր ընկերներից, մեր հայրենակիցներից, ամեն անգամ ցավ է, իհարկե ցավ է, եւ սրա համար պիտի գործուն քայլեր ձեռնարկի։ Կառավարությունը նրա համար է, որ այդ մարդկանց ընդեղից ազատ արձակի։ Պարոն Դանիելյան, բոլոր միջոցները գործադրի։ Հերիքա այս գուբերնիա բառը վերջացրեք։ Հարևան պետությունն ասում է, արցանը ձեր երկրից հանեք տարեք, որը Նեմեսիսի օպերացիա են աղված։ Դուք ինքնիշխանությունից եք խոսում։ Պետք չէ թեման ձեզ օգուտ չի։ Ամփոփելով այս բանը ուզում եմ հետեւյալ հարցը տալ, էլի։ Արդյոք նաև հարցս վերաբերվում է սահմանազատման ու սահմանագծմանը։ Այս էլի սահմանազատման գործընթացում մենք էլի նորից էլի զիջելու ենք, էլի ասենք այլընտրանք չկար ու հետո վերջում են ներկայացնենք, որ սա միակ լուծումն էր, որը որ մեզ այս պահին կար։ Հիմա տավուշում սահմանագծման պրոցեսների սկիզբ է գնում, ինչ որ ակտիվ փուլի մեջ են։ Հիմա ուզում ենք հասկանանք, վերջը մենք որտեղ ենք գնում եւ ինչ ենք ստանալու։ Այս անընդհատ տալու գործընթացը մի օր պետք է ավարտվի, թե չէ։ Պարոն Դանիելյան, երբեք առիթ չի եղել, որ մենք անձնապես շփվենք, չգիտեմ, առանց կամերաների, այդ հարց բարձրացրեցիք, ուզում առիթ օգտագործեմ ասեմ, էլի, ասում եք մենք մտահոգի ենք եւ այլն։ Ես կարծում եմ, որ դուք մտահոգեք եւ մտահոգություններից ելնելով եք ասում, ես չեմ համարում, որ դուք անձնապես Հայաստանի Հանրապետության դեմ որևէ դավադրության մեջ է գիտակցված։ Պրոբլեմը գիտեք որն է։ Իմ կարծիքով, իմ համեստ, գուցե սխալ, բայց կարծում եմ, որ ճիշտ կարծիքով։ Դուք խոսում եք մեծ հայքի մասին։ Ես կարծում եմ, որ ցավոք սրտի մեծ հայքը փայտակարանից մինչև ծոպք վերականգնելի չի։ Դա եղել է, մենք հպարտ ենք դրանով, դա մեր պատմության մասն է, բայց վերականգնելի չի։ Ինչի եմ ես ինձ թույլ տալիս ասել, որ դուք խոսում եք մեծ հայքի մասին եւ չեք խոսում Հայաստանի Հանրապետության մասին։ Որովհետև դուք ասեցիք սահմանազատման գործընթացի մասին խոսելու, արդեն եղած մասին։ Դուք ասեցիք մի հատ բառ ասեցիք, ես գրել եմ, հիմա դուք կրկնում եք Տիկին Հակոբյան, հայրենահանձնում։ Ես փաստորեն ճիշտ չեմ լսել, ասում եմ հարցն է ճիշտ եք լսում, թե չէ։ Ասում եք հայրենահանձնում է տեղ ունեցել այդ սահմանազատման գործընթացի շրջանակներում։ Երևի դուք սա ասում եք ելնելով մեծ հայքի, մեր պատմական հայրենիքի բանից։ Եվ տեսնում եմ նաև, որ բանը, այսինքն ազնվորեն ակերտցորեն վրդոված եք ասում, այդպես հավատում եք, ես դա հարգում եմ, բայց ես կարծում եմ, որ դա սխալ է, պարոն Դանիելյան։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությանը լավ է, վատ է, այդ ձեր չսիրած կամ փոքր համարվող կամ մեծ Հայաստանի մաս համարվող այս Հայաստանի Հանրապետությանը իրավական առումով հասանելիք, այս Հայաստանի Հանրապետությանը պատկանող մի միլիմետր հող այդ գործընթացի շրջանակներում չի հանձնվել Ադրբեջանին։ Աստեղ է մեր տարբերությունը ինձ թվում է։ Եվ մենք կարծում ենք, եւ հիմա էլի այդ իրական Հայաստանի դիսկուրսը եւ ամեն ինչ էլի, իսկապես սա է երևի բոլոր խնդիրների արմատը, ստեղ պիտի խոսանք իրար հետ հասկանանք, որտեղ մնացած ամեն ինչը դրսևորումներ են
Այս մոտեցման հարցը մենք ասում ենք լավ այս Հայաստանի Հանրապետությունն է, էսա կենտրոնանում ենք սրա վրա, ապահովում ենք այս Հայաստանի Հանրապետությունը, ստեղծում ենք պայմաններ, որ մարդիկ ստեղ ապրեն, երջանիկ լինեն, ամուսնանան, երեխա ունենան, այդ երեխեքը գնան բանակում ապահով ծառայեն, կամ բիզնես հիմնադրեն, տնտեսապես զարգանան եւ այլն եւ այլն։ Թե մենք ասում ենք այդ բանի այդ նաստրոյի վրա ենք դնում, այդ մուդի վրա ենք դնում, որ չէ, մեծացար, դավայ, զենքը ձեռդ գնացիր, զոհվում ես փայտակարանի համար։ Ընտրության հարց է, ես ուրիշ բան կարամ, մի ուրիշ բան էլ լավ, ես մանիպուլյացիաների մեծ վարպետ եմ ըստ ձեզ, հաստատուն առավոտից մանիպուլյացիա անում, դուք էլ սուրբ եք սաղդ։ Հիմա պարոն Դանելյան, մի հատ օրինակ բերեմ, էլի, բայց շատ առարկայական, բովանդակային օրինակ եմ ուզում բերեմ, վստահ չեմ, որ ողջախոհ բանավեճի ձևով կընդունեք, այս օրինակը կշարունակենք քննարկել թե ոնց, բայց մի հատ դեպք ասեմ։ Ես կարծում եմ չէ, սա փաստ է, ուրեմն այս կարգի հարցերի տիրույթում մենք առաջին ազգը չենք, առաջին պետությունը չենք, որ բախվել են, մինչև մեզ շատ պետություններ երկրներն անցեցրան մեզով, մեզնից հետո էլ կլինեն տենց պետություններ։ Ես ուզեմ ձեզ մեջ բերեմ մի խոսակցությունից, որ ես ունեցել եմ մի եվրոպական երկրի արտաքին գործերի նախարարի հետ, որը հիմա այլևս պաշտոնաթող է։ Ինքը ինձ ասեց հետևյալը, ասեց, երբ որ մենք անկախացանք, բացեց իրանց երկրի պատմական հիմա չտամ X-աստանի քարտեզը եւ ասեց, էս մերն է, ընդ որում շատ ավելի ուշ շրջանի պատմության, ասենք այդպես մոտավորապես 17-18-րդ դարերում մենք խոսում ենք մեծ հայք, որը այսինքն առնվազն 1045-ից պետականության մասին չենք խոսում այս մեծ տերիտորիա։ Ասում է, էս մերն է։ Երբ որ մենք անկախացանք, մեր ազգի մեջ դիսկուսիաներ սկսվեցին այն մասին, թե մենք ոնց պետքա դրսևորվենք այս բոլոր հարցերում։ Եվ մենք պետքա ընտրեինք մեր երկիրը հիմա այն ինչ որ այս վերջի փուլում ճանաչված է եւ բանա, թե մենք պիտի գնանք այդ հողերի հետևից եւ հայտեր ներկայացնենք։ Ասում մենք ընտրեցինք սա։ Հետո, այսինքն իրական X-աստանը, եթե կարող եք այդ անալոգիան անել։ Հետո ասում են, այ այն ինչ որ ես ասում եմ, գրեթե բոլոր եվրոպական երկրներն է հատուկ։ Եվ իսկապես էլի, ասենք չգիտեմ, ես պատմաբան եմ, բայց հանրամատչելի տեղեկատվություն է, որ բացեք տենակ մարդիկ 50, 100, 150 տարի առաջ ինչ հսկայական, այսինքն տարածքներ ունեցել շատ եվրոպական երկրներ, որոնք հետո 20-րդ դարի առնվազն երկրորդ կեսից, էլի երկրորդ աշխարհամարտից հետո, իսկ մինչև էդ էլ ես կասեի, այլևս այդ ազգի, այսպես ասած, պետականության սահմաններում չեն, թեև որոշ դեպքերում հələ այդ ազգը այն մյուս պետության մեջ որպես փոքրամասնություն ապրում է այլն։ Եվ հասկանում ես, որ ընտրության հարցը իսկապես կամ դու ասում ես, որ դու մեծ հայք ես, ես քեզ պետք չի քիչ ասամի ստից բանա, եւ ամեն ինչը դնում ես մեծ հայքի վերականգնման վրա, այդ թվում քո չգիտեմ, սերունդներին ես անընդհատ այդ բանով անում, այդ գծի վրա դնում, կամ ընտրում ես այն ինչ որ ունես։ Ընդ որում իրավական առումով առնվազն անխոցելի է Հայաստանի Հանրապետության տարածքը եւ նորից վերադառնալով կոնկրետ բանին, սահմանագծման այդ փուլում Հայաստանի Հանրապետության ոչ մի տարածք չի տրվել որևէ այլ կողմի եւ չի էլ տրվելու, եթե կարանա այդպիսի հարց առաջանա տարածքների այսի սահմանների որոշակի մոդիֆիկացիայի, որը ընդհանրապես լինում է սահմանազատման գործընթացներում։ Այդ պարագայում այդա պիտի գնա այն հանրակրվեի մեխանիզմին հանգի, որի քիչ առաջ որի մասին ձեր գործընկերները խոսում էին։ Բայց էտա, այդ է ուզում ասել, որ տարբերությունը այդ ելակետն է, ինչ է։ Ես 2 օր առաջ տեսա այդ բանը ռիլը, որ կար բանը դիսկուսի իրական պատմական ու Արծրուն Հովհաննիսյանին որ տեսա, ինձ համար ամեն ինչ ընկավ տեղը։ Այդ մեծ բանը, որ ասում եք, էլի, բանը սաղ տոշնի, ուրեմն հիմա որ ասում եք որպես մեծ հայքի բնակիչ, դες տավուշից եմ, չեմ, մեծ հայքի բնակիչ եմ։
Հիմա այդ մեծ հայքում ես ապրել եմ, այդ որ Ադրբեջանն եք հանձնել։ Այդ մեծ հայքում պատմամշակութային հուշարձանների տեղը հատիկ գիտեմ։ Ու որ ասում ենք այդ մեծ հայքը սխալ օրինակ եք բերում, էլի, այդ մեծ հայքը շոշափել է եղել, ճակերտավոր մեծ հայքը, որ ուզում եմ դուք հասկանաք այդ ինչ ա եղել, էլի։ Ու որ այստեղ ասում ենք այդ քարտեզների համար, ուզում եմ ես մի հատ էլ հարց տամ, այդ հարցին էլ կպատասխանեք, այդ որ ասում եք քարտեզները, որ քարտեզների հիման վրա սահմանազատման, սահմանագծման գործընթացը կան, պատահական չեմ ասում, որովհետև դա թե խորհրդային միություն մտնելու ժամանակահատվածում ա եղել հայկական, թե նորանկախ Հայաստանի Հանրապետության ժամանակ ա եղել հայկական, ամեն ինչով հայկական, կրկնում եմ, պատմամշակութային հուշարձաններից, գերեզմանից, կոթողներով հանդերձ, ու դրա փոխարեն, պարոն Միրզոյան, մենք զիջելով որևէ մի բան չենք ստացել, այդ ժամանակի ես լավ հիշում եմ հիմնավորումները որն էր, եւ մտահոգությունս հենց դրանից է, հիմնավորումն էր, որ չանենք կլինի պատերազմ, ես դրա համար եմ ասում դեժավյու այն մոտ, անընդհատ չանենք կլինի պատերազմ, ու անընդհատ ես մի հատ օրինակով բերեցի, բայց այդ օրինակները բազում են, շատ են, եւ պետք չի անընդհատ այս առումով մանիպուլացնել մեր հասարակությանը, որ մենք էսա իշխանապողությունը լի, զենքները ձեռից գնալու ենք, ու իմիջիալոց նաեւ հմեկնա Պետրոսի գլխավորությամբ անընդհատ այդ թեզ առաջ տանում, էսա զենքները վեկալու ենք, գնանք Թուրքիայի հետ պատերազմ անենք, ասենք, բա այդ հողերը հետ ենք ուզում, այդ շատ պրիմիտիվ է, այդ ամեն ինչը, պետք չի հասնել դրան։ Չէ՞ մենք ասում ենք, մենք Հայաստանի Հանրապետության տարածքում պետք է մենք արժանապատիվ ապրենք, խաղաղ ապրենք։ Եվ այդ առումով Ադրբեջան նույնը չի ուզում։ Եթե նայում ես Ադրբեջանի մամուլը, Ադրբեջանի իշխանավորների ամենօրյա խոսույթը, ասում եք, մենք պետք է համարժեք լինենք, չէ՞։ Նախագահ, վարչապետ չի ասել, մենք հավակնություններ ունենք, բայց իրենք սաղորն ասում են, մենք հավակնություն ունենք։ Այս փոխեք, այն փոխեք, այս արեք, այն արեք, ու հետո դրա վերջը ո՞րն է դրա։ Վերջը այն է, որ մենք զիջումներով, մենք բանան եմ, էլի փորձեմ ձևակերպել բանը միտքս, որ ինչի համար է մեր այս ամբողջ պայքարը, որ մենք ի վերջո չզիջելով, չդիմադրելով, այդ իմունիտետը չունենալով, մենք հերթական էլի պահանջները բավարարելով, մենք այլևս մի քանի տարի հետո կամ մի քանի ամիս հետո, ես չեմ ուզում այհեցակ ասեմ բայղուշական բաներ ասում, մենք շատ լուրջ հետևանքներ ունենանք։ Շատ լուրջ հետևանքներ ունենանք։ Այսօր մտահոգ են մարդիկ։ Այսօր քաղաքացիները, որտեղից դուրս են գալի, ոտքով քայլում են, ամեն քայլափոխի մարդիկ այդ հարցն են տալիս մեզ։ Այդ հարցն են տալիս մեզ։ Հիմա ամփոփելով խոսքս, էլի, հա, ամփոփելով խոսքս։ Ուրեմն մենք պետք է ֆիքսենք։ Նախ, այս պահանջները անհատնելի են, որովհետև նորից նշեցի, կես ժամ հետո նորից էլի նոր պահանջներ ա ներկայացում Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը այն պետությունը չի, որին կարելի է իր ասածների ընդհանրապես մի բառին անգամ հավատալ։ Ինքը բազմաթիվ անգամներ դա արել է։ Բազմաթիվ անգամներ խախտելով պայմանավորվածությունները։ Դա Արցախում ա եղել, դա հիմա է տեղի ունենում, ու տենց շարունակ։ Ու դուք պետք է այդ համարձակությունը ունենաք, այդ համարձակությունը պետք է ունենաք։ Ես ելնեի ձեր իշխանության տեղը, ես ելնեի իշխանության, այդ համարձակությունը կունենայի, կասեի ես այլևս որպես իշխանություն սպառված եմ, ի վիճակի չեմ, հարց այն չէ որ մենք գանք։ Այդ չի ընդհանրապես խնդիր, մենք կարանք չգանք էլ, չլնենք էլ, հարց այդ չի, բայց դրանից հետո պետք է Հայաստան մնա, բայց դուք պահում եք ձեր աթոռները զիջելով մեզ համար կենսական նշանակություն ունեցող եւ տարածքներ եւ սկզբունքային հարցեր։ Այդ բանը տեսեք Եվրոպայում կամ այդ ձեր ասած ամփոփում եմ խոսքս, այդ երկրներում ամեն մի հատ պրիմիտիվ բանի հիմար մարդիկ հրաժարականներ են տալիս։ Իսկ դուք այսքան զիջում եք տեղն էլ ներկայացնում, որ սա փառավոր հաղթանակ է, փառավոր։ Չէ, մի
Ես իրականում մեկնաբանություն չունեմ, բացի նրանից, որ պարոն Դանիելյան ճիշտ հակառակը մենք մեր իշխանությունը ծառայեցնում ենք այդ թվում եւ գիտեք անձնական վիրավորանքների, բանի, միշտ չի որ մեր հանդեպ կոռեկտությունը պահվում է անձնապես եւ այլն։ Մեր իշխանությունը ծառայեցնում ենք միայն եւ միայն նրա համար ձեր բառերը օգտագործում, որ հետո Հայաստանի Հանրապետություն լինի։ Մի հատ էլ իմ կողմից եմ ասում, չնայած դե վարչապետ ավելի հաստատ ավելի շատ անգամ ասեմ, որ պահին որ ժողովուրդը ճուզի մենք լինենք իշխանություն, մենք չենք լինի։ Իսկ դուք գիտեք թե դուք ժողովրդի անունից եք խոսում։ Ժողովուրդը մի քանի ձև ունի։ Ամենաճիշտ ձևը ընտրություններն են, դրանից հեռու չենք մոտ մի տարի մի քիչ ավելի ժամանակ մնաց, մինչև ընտրություններում էլ ձևեր կան։ Եթե դա դրսևորի կդրսևորի, բայց կներեք պարոն Դանիելյան, միայն, ասենք, չգիտեմ, լավ շարունակեմ, էլ մեկնաբանություն չունեմ։